ներողություն եմ խնդրում, բայց ինձ մի բան է հետաքրքրում։ Մենք 25 թվականն ենք մարտ ամիսն է։ Դուք 24 թվականի ձեր եզրահանգումը, ձեր վերլուծությունները, ձեր տեսած առևտուրը, ձեր տեսած արտադրական հզորությունները, ձեր տված լիզինգը, ձեր պետության կառավարության աջակցությունը, որ սարքավորներ ներկրեն պետության կողմից աջակցվել է։ Ինչ պոտենցիալ ենք տեսնում 25-ի այսօր մենք մարտն ենք։ Մենք հունիսին ինչ աճ կունենանք, որ ոլորտներում ավելի մրցունակ կլինենք, եւ սեպտեմբերին որ ոլորտներում, 26 թվականի հունվարից որ ոլորտներում, սա պետք է ամեն օրվա աշխատանք լինի։ Այս վերջերս ես մի բան եմ նկատել, տեսել եմ դրսում, հետո սկսել եմ վերլուծել։ Գարիս է օդանավականում տեսա Greek jewelry, բայց ես արդեն այնտեղ խոսել էի մարդկանց հետ, ասել էին մեր Հունաստանի լավագույն ոսկերիչները հայեր են, բայց բռնելա գրելա Greek jewelry, Greek jewelry չկար բանում Աթենքում, հարյուրավոր խանութներով տարբեր մարդիկ կատարում էին, բայց որպեսզի տուրիզմի ու մարդկանց գիտակցության մեջ այդ տպավորությունների Greek jewelry էր գրած։ Հիմա ուզում ասեմ մենք հայերս ամբողջ աշխարհում ամենալավ ոսկերիչներն են։ Արմենիան ոսկերչությունն ուրա, որ չունենք։ Նկատի ունեմ մարդիկ արդեն մտածում են ոնց անեն ամեն մի փոքր բանից իրանց երկրին, իրանց ոլորտներին աջակցություն բերեն։ Հիմա ես ասում եմ, պարոն Պապոյան ջան, խնդրում եմ ինձ ասեք 26 թվականից որ ոլորտներում ինչ նոր ոլորտներ կլինեն, ինչ նոր արտադրատեսակներ կլինեն, ինչ նոր սարքավորումներ կլինեն, որ մենք տեսնենք այն որ ասեցի երրորդ տեղում ենք համախառը ներքին արդյունքով Ռուսաստանից, Ղազախստանից հետո կարող է գանք հավասարվենք Ղազախստանին, ունենք այդ պոտենցիալը, որն է, որոնք են դրանք։ Սրա մասին է պետք խոսել, խնդրում եմ։ Այն որ երբ որ Սփյուռքն ասեցի, Սփյուռքի երրորդ տեղում էր, բայց դա քաղաքական բանով ասեցի, որ հասկանանք, որ մեր Սփյուռքն այդքան ասում ենք Սփյուռք, իրանք էլ պետք է մի բան անեն։ Շնորհակալ։ Ես ներողություն եմ խնդրում, հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ պարոն Պապյան ամփոփեք մեր երկու գործընկերներն էլ պետքա ելույթով հանդես գան, որից հետո դուք էլի հարց ունեք։ Եվ այդ էկոնոմիկայի մասը մյուս հարցի շրջանակում խնդրում ենք պարոն Պապյան հետ։ Այո, հիմա մենք ինչ ենք անել, ուր ենք դնում, չէ՞։ Եթե չես քննարկում, ես պետք չի։ Ուրիշ բան նկատի ունեմ, պարոն Ներողություն, մի վարքյան, պարոն Հակոբյան, մի վարքյան։ Միացրեք խոսք։ Մենք պետք է հասկանանք մեր այս ԵԱՏՄ-ում եղած ժամանակահատվածը մեզ ինչ տվեց, որակի լավացում տվեց, կոոպերացիաներ ստեղծվեց, նոր ինչ-որ հումքեր նյութեր բերեցինք, նոր սարքավորներ եկավ, նոր արտադրանք տվեցինք։ Ինչ ենք անելու, մենք ուր ենք գնում, ինչ նպատակներ ունենք, հայկական հումքը օգտագործում ենք, չենք օգտագործում։ Հայաստան ներմուծվող ապրանքների փոխարինող եպեք մտածելու, որ եթե 10 ապրանք ես պայմանական եմ ասում, դրանցից գոնե 8-ը փոխարինենք հայկականով կամ 5-ը կամ 3-ը։ Կա այդ հիմա հակառակ դեպքում ինչ որ քննարկենք, այդ նշանակում է եկել ենք ուղղակի քննարկենք ինչ որ, չգիտեմ էլ ինչ։ Շնորհակալություն, ասեք խնդրեմ։ Շնորհակալություն։ Հիմա հերթով անդրադառնամ Բոնսկեսյան, ամենալավ պատասխանը ձեր հարցերի ենթադրում եմ կարող է տալ այսօր նաև կօգտվեմ առիթից եւ կներկայացնեմ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը։ Ինչու՞, որովհետեւ այդ աջակցության ծրագրերը հենց այդ հարցերին պատասխանելու մասին են։ Եթե իրենք չեն պատասխանի այդ հարցերին, բնականաբար ուրեմն մենք ինչ որ լավարկումներ պետք է անեն։ Եթե պատասխանեն, հերթականությամբ գնան։ Առաջինը սկսեմ տնտեսության արդիականացման միջոցառումից, դրա մասին ես նշեցի։ Ինչն է Ինչու ենք այդ ծրագիրը անում։ Այդ ծրագրի նպատակը հետևյալն է՝ մեր հին խորհրդային կամ 90-ականներին երկրորդային շուկաների ձեռք բերված մեքենասարքավորումները փոխարինել ժամանակակից եվրոպական, ամերիկյան, ճապոնական եւ այլ մեքենասարքավորումներով, մրցունակ սարքավորումներ, որոնք նույն ապրանքի արտադրության համար ծախսում են շատ ավելի քիչ հումք, շատ ավելի քիչ կորուստ են ունենում, շատ ավելի քիչ էլեկտրաէներգիա, ձայն ավելի քիչ, երևի թե միակ բանը, որը կարա նաև բացական մյուս էֆեկտներ ունենա, այո, աշխատուժել են ավելի քիչ օգտագործում, բայց դա դրանից չեն կարող խուսափել, դա է։ Հաջորդ ծրագիրը։ Տեսեք, մենք ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց, մենք աջակցում ենք բոլոր ներդրողներին Հայաստանում կատարել ներդրումներ։
մեծ ոլորտ կամ իհարկե որոշակի բացառություններ, բայց հիմնականում մենք ինչ ենք ասում ներդրողին, օրինակ 1 միլիարդ դրամի ներդրում անող ներդրում փոքր, 1 միլիարդ փոքր ներդրում է մեծ հաշվով, հա։ Մենք իրան ասում ենք քեզ անհրաժեշտ է կապիտալ ծախսերից ուրեմն 20% չափով, քո ներդրումների 20% չափով մենք քեզ քո համար կապիտալ ծախսեր ենք անում, օրինակ բաներ ենթակառուցվածքների համար, ասենք էլեկտրաէներգիայի, գազ եւ այլն։ Սա 40-50 հատ գործարան իր ենթակառուցվածքներով կանգնած է, նույնը վերցնենք Աբովյանի Սիրուս 120,000 քառակուսի մետր կանգնած է, տանիքների վրա արդեն ծառ է աճում, մալուխները 5 տիպի մալուխ կա, որտեղ ժամանակին ինքը համարվել է որպես փոստային հասցեով գործարան, ինչ-որ ձևով ռազմական բան ունեցել, ուղղվածություն ունեցել։ Այդ շենք շինությունները քանդու քարափեղած փոխանակ ասեք հետա ենթակառուցվածքները, ասեք մենք ստեղծենք։ Այդ ստեղծած ենթակառուցվածքը չի աշխատում։ Ինչ ենթակառուցված։ Դուք պետք է դրա համար այդ կլաստերները նրա համար է, որ ասես պարոն, դու ոչ թե այնտեղ արա այս գործը, արի ստեղ քեզ 3 անգամ քեզանից էժան կնստի։ Այն ինչ որ դու այսօր ես որոշել։ Դրա համար խնդրում եմ այդ ամենավատ ծրագիրն ա եղել մեր պատմության մեջ, որը ես քննադատել եմ, ձեր նախորդ նախարարն ա բերել, ես էլ ասեմ սխալ ա։ Եկեք գնացեք տասնյակ գործարան ցույց տամ, որտեղ որ ենթակառուցվածքները կա, էլ դրա կարիքը չկա դու գումար ծախսես։ Հիմա այդ գումարը ծախսում ենք, որ ինչ անենք։ Շնորհակալություն։ Պարոն Սուքասյան, ամենից լավը կներեք պետգույքի պետգույքի հետ հարց չի, դա անձնական ունեցվածք է եւ այդ մարդիկ այնպիսի գներով էր առաջարկում, երբ որ գործարար գալիս ասում է ես ուզում եմ նույն օրինակ ձեր նշած գործարան, հա, այնպիսի գնով են առաջարկում, որ մարդը ասում է ես ավելի լավ է կողքը օգտվեմ կառավարության առաջարկած ենթակառուցվածքների ներդրումների դիմաց ծրագրից գործարան կառուցեմ, կառավարությունն էլ իմ համար ենթակառուցված կապահովի, դա շատ ավելի էժան է նստելու, քան այդ գործարանը, որովհետև ցավոք սրտի հիմա լավ ավատա էտա։ Մենք ունենք մի իրավիճակ, որ մարդիկ շատ էժան գներով կարող է սեփականաշնորհել ինչ-որ բաներ եւ այսօր չեն աշխատացնում, հետնել բարձր գներ են սահմանել եւ այլ տնտեսվարողներ, որոնք տնտեսական ակտիվություն են ուզում ցուցաբերեն տվյալ տարածքում, իրենց տնտեսապես նպատակահարմար չէ, իսկ նախընտրում են նոր գործարան կառուցել, քան թե 5 գործարանը վերագործարկել։ Սա մեկ։ Երկրորդ գործիքա 1400 անգամ ավելի մեծ արդյունք է տվել, որտեղ դա մի մեծ համակարգի մեջ 1-2 մասնաշենքեր, մի մասնաշենքը ձեռք բերվեց, 5 անգամ ավելի էժան քան շուկայական գիններ, որտեղ այդ մարդուն գումար էր պետք տաներ, բանկերը փակեր, այդ սեփականատիրոջը, 1400 անգամ ավել այդ կառույցը շրջանառություն ա տվել ու հարկեր ա տվել պետությանը։ Իմ ասածը դրա մասին է։ Հիմա սա կարանք որպես օրինակ ես հասցեն էլ ասեմ, նկարներն էլ ցույց տամ, գործնեության ոլորտն էլ ասեմ ու քանի աշխատատեղաստեղծել դա։ Եթե ուզում եք ես կարամ մի ժամ հետո ասեմ ձեզ ուղարկել, որ դրանից հետո այդ ճանապարհով գնանք առաջ։ Այստենց չի լինի։ Պարոն բոլոր ճանապարհներն էլ պետք է լինեն։ Ինձ թվում է, որպեսզի նաև դրանով մրցակցային միջավայր ստեղծենք, որովհետև այս գործիքը ինքը ստիպում է այո, այդ սեփականատերերի նաև ըստ էության որոշակի մրցունակ եւ շուկայականին մոտ գներ առաջարկել եւ դա կարծում եմ իրանք կարեւոր են։ Մենք մեզ համար ինչ կարեւոր, այսպես ասած, ծրագրեր կան, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձնում։ Առաջին հաջորդիվ կապիտալի շուկայի զարգացումն է մեզ համար կարեւոր եւ դրա համար թողարկման եւ արկանշավորման ծրագիրն ենք իրականացրել եւ եթե նախկինում իրական տնտեսության մեջ տնտեսության իրական հատվածում գրեթե շատ քիչ ընկերություններ կային, որոնք որ երբևէ թողարկում էին արել կամ վարկանշավորում էին ձեռք բերել, ապա պետք է նշեմ միայն այս ծրագրով արդեն վերջին 6-7 ամսում վերջին 1 տարում համախառն իրար հետ 3 ընկերություն արդեն իսկ գնացել է թողարկման եւ շարունակելու եւ մի քանի ընկերությունների հետ հիմա ակտիվ բանակցում ենք։ Այս սա նույնպես կարեւոր է, որպեսզի ավանդական ֆինանսավորման գործիքներից դուրս գանք եւ
այլ ֆինանսավորման գործիքներ գտնել մեր կազմակերպությունները։ Տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագիրը նույնպես կարևոր ծրագիր է եւ այն ընկերությունները, որոնք որ որոշակի մասնավորապես 1 միլիարդ դրամ առնվազն ներդրումներ են իրականացնում եւ այդ ներդրումների արդյունքում ստեղծվելու են նոր արտադրական հզորություններ, նոր գործարաններ, որոնց արդյունքում ուրեմն տնտեսապես բարդ ապրանքներ են արտահանվելու, ապա մենք այդ ընկերություններին տալիս ենք ուրեմն փոխհատուցումներ տարբեր փուլերով 30%, 10% եւ այսպես շարունակ եւ ուզում եմ նշել, որ այս ծրագրից հիմա օգտվող օրինակ մեկ գործարան կա, տեղագործական ընկերություն է, ով 6.5 միլիարդ դրամի ներդրում է անում եւ տեղերը արտադրելու եւ այդ տեղերը արտահանվելու են շուկաներ, այսինքն դա տնտեսապես բարդ ապրանքի մեկ օրինակ եւ մենք մեր քաղաքականությունը այդպեսին է, որպեսզի մենք տնտեսապես բարդ վերջնական արտադրանքներ ուրեմն թողարկենք։ Հաջորդը ես արդեն նշեցի, որ մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի մշակող արդյունաբերության զարգացումը, ընդ որում այստեղ մենք քաղաքականությունը եւ այսպես ասած հերող եւ քաշող քաղաքականություններ ենք իրականացնում։ Ինչ նկատի ունեմ հերող եւ ինչ նկատի ունեմ քաշող ասելով։ Հերող ասելով նկատի ունեմ այն քաղաքականությունը, երբ որ մենք օգնում ենք, աջակցում ենք, որպեսզի որպեսզի մշակող արդյունաբերությունը զարգանա։ Օրինակ, երբ որ ասում ենք, որ հումքի համար մաքսատուրքից ազատում ենք, կամ ունենք մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների աջակցության ծրագիր, երբ որ եկամտային հարկն ենք իրենց փոխհատուցում որոշակի պայմանների ապահովման պարագայում, մենք օգնում ենք, որպեսզի արտադրությունը զարգանա, ինքնարժեքը իջնի, բայց միևնույն ժամանակ մենք նաև քաշող քաղաքականություն ենք իրականացնում եւ ինչ նկատի ունեմ, երբ որ մենք մրցունակ ենք դարձնում ապրանքը արդեն վերջնական սպառման վայրում։ Այդ պարագայում մենք ինչ ենք անում դրա համար, օրինակ նույն ուրեմն արտահանման խթանման նպատակով այդ օժանդակության ծրագիրը մաքսատուրքի փոխհատուցման մեզ հնարավորություն է տալիս այդ ավելի մրցունակ ապրանքներ ստանալ վերջնական շուկաներում եւ դրանով նաև արտադրությունը այստեղ խթանել։ Այսինքն եւ արտադրության վայրում եւ վաճառքի վայրում մենք աջակցության քաղաքականություն ենք իրականացնում կամ մարքեթինգային ծախսերի մասով։